Ողջույն սիրելիներս, ձեզ հետ է նորից Без интервью не уйдешь։ Մենք ունենք հովիվ, որը չկարողացավ մեզանից գնա առանց հարցազրույցի։ Այսօրվա մեր հյուրն է Ծարո Համբարյանը եւ Մերի Սաղաթելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ մեր մոտ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք։ Փառք Աստծո։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր մեզ հետ եք, մեր տաղավարում եք։ Կուզեմ մի փոքր պատմեք ձեր մասին, որպեսզի ով չի ճանաչում ձեզ, մի քիչ ձեզ հետ ծանոթանա։ Ծարո Համբարյանն եմ, ապրում ենք Մոսկվայում։ Ծառայում ենք Պուշկինո քաղաքի կյանքի խոսք եկեղեցում։ Ունենք 2 տղա։ Դարձի եմ եկել ճանաչել եմ Աստծուն Հայաստանից դեռ 91 թվերից։ Փառք Աստծո այդքանը։ Ծառայում ենք Տիրոջը։ Կավելացնեք։ Հա։ Ես էլ Մերին եմ, ովքեր որ չգիտեն, ասեմ, որ Տիրոջը ընդունել եմ, Քրիստոսին ճանաչել եմ դեռ կարելի ասել մանուկ հասակից, հիշում եմ 10 տարեկան էի, երբ ընդունեցի Տիրոջը, Քրիստոսին Տեր ու Փրկիչ։ Իմ մոտ շատ վառ հուշեր են մնացել, ես շատ փափագով լսում էի, այն որ ավետարանում էին, խոսում էին, չնայած որ այդ ժամանակներում այդքան էլ ավետարանչությունը այդպես տարածված չէր։ Իմ մորա քրոջ միջոցով ես դարձի եկա, ընդունեցի Տիրոջը ու շատ փափագ ունեի, դա 93 թվականներն էր։ Ես շատ փափագ ունեի ու երազում էի, ես միշտ իմ երիտասարդներին մեր մոտի ասում եմ, ձեր բախտը լրիվ բերել է, որ դուք ունեք այսպիսի հնարավորություն, այսպիսի ժամանակաշրջանում եք ապրում, որովհետև այն ժամանակներում 93-94 թվականներին կարելի ասել այսպես սուղ էր Աստծո խոսքը, հա, ու ես իմ երազանքներ, իմ փափագներ, որ ես լիներ հովիվ, ես իրան հետ խոսեի Տիրոջ մասին, ու ես օրը 3 անգամ աղոթք էի անում, հիշում եմ, շատ սիրում էի աղոթել, փափագում էի, շատ երազներ էի տեսնում Տիրոջը, Հիսուսին էի տեսնում երազից, ես ապրում էի դրանով, փառք Տիրոջը, ու մենք ամուսնացանք, այսպես ասեմ, որ երկուսս էլ Սուրբ Հոգով մկրտված էինք, բավականին Տիրոջ ճանաչում էինք, ու իհարկե այդպես սխալ է ասել ճանաչելը, Տիրոջը մենք երևի ինչքան էլ ապրենք չենք կարող ճանաչել, փառք Հիսուսին, օրեցօր Տերը բացում է, հայտնում է, շնորհակալ եմ Աստծուց, որ ծառայում ենք Տիրոջը, միաբան ենք, ես եւ ամուսինս Տիրոջ գործի եւ ծրագրի մեջ ենք։ Շատ հետաքրքիր եք ասում, որ 10 տարեկան էիք այդ ժամանակ, շատ վաղ հասակում եք ուրեմն ընդունել Աստծուն ու շուտ հասկացել, իսկ ձեր ծնողները հավատքի մեջ էին։ Իմ ծնողները, չէ, այսպես, մենք երբ որ այդ բարի լուրը եկավ մեր տուն, հիշում եմ անգամ այդ ժամանակներում լույսի խնդիր կար, լույս էլ չկար, մենք հավաքվում էինք մի սենյակի մեջ, լամպի լույսի տակ, այդ իմ մեջ շատ քաղցր հիշողություններ է։ Չնայած որ ծանր ժամանակաշրջան էր, բայց իմ համար քաղցրությունը այն էր, որ ես զգացել էի Տիրոջը, վերապրել էի Քրիստոսին։ Ու ասեմ ձեզ, ես երազում էի, որ Սուրբ Հոգով մկրտվեի, ու մի 2 երեխեքի հետ հավաքվեցինք մի սենյակում, ասեցի, եկեք աղոթենք, ես ուզում եմ Սուրբ Հոգով մկրտվել, ու այդպես էլ եղավ, Տերը մկրտեց։ Փառք Տիրոջը։ Ինչ տարիքում էիք, 10 տարեկան էի այդ ժամանակ։ Մկրտվեցիք Սուրբ Հոգով։ Մկրտվեցի Սուրբ Հոգով։ Ինչ հրաշալի բան եք պատմում։ Այո, փառք Տիրոջը, սիրում եմ Աստծուն ու չկա դրանից քաղցր բան, ճաշակել Տիրոջը, մնալ ու գիտես մի հատ բան ասեմ, իմ մոտ մի հատ բան է բացվել, որ Աստվածաշնչում Սողոմոնը ասում է ունայնություն ունայնության, չէ՞։ Ամեն բան ունայն է, ու գիտես, երբ է բացվում դա քո մոտ, ամեն բան ունայնը չի նշանակում, որ դու պետք է կյանքդ հիասթափված ապրես, կյանքից զզվես, հակառակ, երբ որ դու հեռու ես մնում, երբ որ ճաշակում ես Տիրոջը,
աշխարհիկ ցանկությունները քեզ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Երբ որ տիրոջն ես ճաշակում, դու ավելի քո կյանքը դառնում է հետաքրքիր, գունավոր, ուրախ, ավելի ոնց ասեմ, թեթև, ավելի լավ կյանքով ես ապրում։ Այդտեղ հասկանում եմ, որ իմաստուն Սողոմոնը ասել է ունայնություն ունայնության, այսինքն ամեն բան ունայն է, ինքը ճաշակել էր Աստծուն եւ գիտեր կյանքի ունայնությունը։ Դրա համար շատ հաճախ ասում եմ, ովքեր ում մեջ դեռ կա աշխարհի հետ կապված այդ ցանկությունները, խնդրեք Աստծուն, Աստված ցույց տա դրա ունայնությունը։ Երբ որ ցույց տվեց, դու համ կազատագրվես այդ, չէ, ցանկություններից, համ էլ քո կյանք ավելի հետաքրքիր կդառնա։ Տիրոջ մեջ։ Հովիվ Սարոյից դուք կպատմեք ինչպես դուք եք ապաշխարել։ Իմ ապաշխարությունը, ասեմ, որ պատճառը որն էր, ասեմ, որ ամեն մարդու, ամեն հոգևորի ապաշխարությունը, երբ որ պատմեն, Աստված ամեն մեկի մի ձևի այցելում է ու ինչպես այսօր ես իմ ծառայության մեջ խոսում եի, Աստված ամեն մեկին ցույց է տալիս իրան։ Ու գիտես, Տերը ողորմած է, ինքը մեր հարցերի, բոլոր հարցերի պատասխանները մեզ տալիս է, եթե մենք ունենք հարցեր մեր կյանքի մեջ։ Ու ասեմ, որ երբ որ մեր կյանքերի մեջ կան հարցեր, ես միշտ ասում եմ, չեմ հասկանում մարդկանց, որ իրանք մի փոքր կոմֆորտ գտնելով իրանց կյանքում բավարարում են ու ապրում են։ Գիտես, իմ կյանքի մեջ ամենամեծ հարցը այն էր, թե ինչի ենք մենք ապրում կարճ։ Իմ տունս, ես որտեղ ծնվել եմ, իմ գյուղիս, այդ մեր տանտեղը նենց էր, որ ինքը այդ գերեզմաների ճամփի վրա էր։ Ու այդ մարդկանց, որ միշտ տանում էին, ամեն մեկի հետ ինչ-որ մի բան խոսել ես, ինչ-որ մեկի ձեռից մի բան առել ես։ Ու այդ մարդկանց ամեն մեկին ինձ համար շատ դժվար էր, որ իրանք կան ու չկան։ Ու հասկանում էր, որ ասում են, որ թիթեռի կյանքը կարճ է, ու տեսնում ես, որ մարդու այդ 70 տարին էլ շատ չի։ Ու ես դրա համար ես չէի համակերպվում այդ ամեն ինչի հետ, ու այդ ամեն ինչը ինձ տանջում էր։ Ինչի։ Որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Ու գիտես, այդ հարցերի պատասխանը որ կա, կարամ ասեմ, որ վախեր կային եւ վախերի հետ այդ հարցն էր ավելի շատ ինձ տանջում։ Ու մինչեւ ասեմ, որ երբ որ դու սկսում ես փնտրել Աստծուն, մինչեւ Աստծուն գտնելը, մինչեւ եկեղեցի գալը, Աստված սկսում է քո հետ խոսալը։ Ես սկսում եմ պատմել, ինչ որ բան, Տիրոջ այդ ներկայություն ասեմ, ոնց դու զգում ես, ես նույնիսկ ասենք այդ մխիթարություն կլինի, ասենք երեխա ժամանակ, հետո ես հասկանում, որ դու Տիրոջ այդ ներկայությունը ապրել ես նույնիսկ երբ որ դու չես եկել եկեղեցի։ Աստված քո համար միշտ պաշտպանողություն ասեմ, որտեվ գիտես, մի հատ օրինակ կա, կարճ կասեմ, որ երբ որ ձգին հարցնես, թե ինչ է ջուրը, նա չգիտի ինչ է, որտեվ ինքը դրա մեջ է, բայց որ ձգին հանում ես ջրից դուրս ես գցում, նա սկսում է թփրտալու ու հասկանում է, թե ինչ է ջուրը։ Ու նույնպես մենք ենք, երբ որ Աստծո պաշտպանողությունը կա, ամեն ինչ լավ է։ Բայց երբ որ Տիրոջ պաշտպանողությունը մեր կյանքից գնում է, արդեն մենք հասկանում ենք, որ Տերը մեզ պետք է։ Ու Տերը սկսեց ամեն իմ հարցից պատասխան տալը, ու ես դա գտել եմ եկեղեցու մեջ։ Ու գիտես, շատ երկար ինչ չեն ասել, որ ոնց ինչ, ու կարճ մի 2-3 խոսքով, երբ որ Վանաձորից այն ժամանակ գալիս են մեր մոտ ծառայություններ անում, ասենք բացօթյա փառաբանություն էր, խոսքեր, մի կարճ 2-3 բառով ես զգացի, որ իմ հարցերի պատասխանը ստեղ է։ Ու շատ արագ ես միանգամից գտա այդ եկեղեցին ու գտա Տիրոջ լույսը։ Դա։ Որ թվականներ այդ ժամանակ։ Դա 91 թվերն էր, ու այսօրվա պես հիշում եմ այդ նոր կտակարանը, որ ինձ բերեցին տվին, այդ նոր կտակարանի մեջ իմ ծննդյան օրն էր, այդ հրատարակությունը, որ տեսել էր նոյեմբերի 14-ը, ու այդ գրքի մեջ գրված է նոյեմբերի 14-ը, ու նայում ես, ասում ես, սա իմ նվերն է, սա իմ համար, ու այդ 91 թիվն էր։ Ես հասկացա, որ դուք ամուսնացել եք արդեն եկեղեցում լինելով հավատացյալ։ Ինչպես եք ծանոթացել։ Ես որ գնացել եմ եկեղեցի,
այդ ժամանակ մերին իր մոր հետ գալիս են, ինքը փոքր երեխա էր, մի 4-5 տարեկան։ Ծանոթացել ենք, գնացել եմ ծառայությունից հետ գալով, գիտես, հետաքրքիր բան է ինձ, որ ասում են, որ հավատացյալները տեսնում են իրանց, ասենք, ապագա ում հետ որ պետք է ամուսնանա, դա իմ համար, ասենք, մատների արանքով եմ նայում, բայց Տերը ցույց տվեց այդ ամեն ինչը, ու բայց այն չէ, որ ամեն օր դրա, ասենք, սպասում եմ ես։ Բայց հետո որ ես իրան տեսնում եմ, ես հասկանում եմ, որ ես իրան տեսել եմ արդեն։ Հետաքրքիր է, հա։ Երազում, հա։ Հետո ասեմ, որ իմ 3 տարի, ասենք, հիմա ոնց ասենք, Լյուբով Պերորա զգլյադը մի օր ամուսնանում են, երկորից բաժանվում է, չէ, 2 տարի ու կես իրան, ասենք, հետևել եմ, սպասել եմ, ու 3 տարի այդ ամեն ինչը տևեց, արդեն 3 տարի իր հետևից ման գալու, նոր 3-րդ տարում արդեն ամուսնացել ենք։ Ու գիտեք, ինչ-որ հետաքրքիր է, որ ասենք, երբեմն դրա մեջ կա, որ ասենք, մարդիկ ասում են, որ պետքա կուրջ սարքես եւ Աստվածաշունչն նույնպես ասում է դա ամեն ինչը եւ ժամանակ կա որ իմ համար դարել էր կուրջ, բայց Աստված հետաքրքիր ձև ինձ հանդիմանել է ու երբ որ ասենք ամեն օր նույնիսկ ասեմ որ ես թողել եմ իմ ասենք բանու գործը գնացել եմ սովորելու իր համար որ ինքը արդեն քաղաքում սովորում էր երբ որ իմ համար այդ ամեն ինչը կուրջ էր դարել ասի Տեր ջան եթե քեզի հաճելի չէ այդ ամեն ինչը թողես անձրևը չկտրվի ոս տնից դուրս չգամ գնամ 3 սուտկա ու կես անձրևն եկավ Իսկապես։ Ու գիտես, ես հասկացա, որ Տիրոջ կամքը նա չի, որ ես վաստամ։ Գիտես, իմ համար պետք է ոչ մի բան կուրջ չդառնա քո համար։ Ու հաստատ համոզված ես մի հատ կոնկրետ խոսք եկավ սրտից, որ ինքը քեզ պետք է առնի, ոչ թե ես իրան գնում եմ իրան ասում եմ, որ այդ մի ամիս չեմ գնում իր հետևից, ուղիղ մի ամիս։ Գնում ասում եմ, որ գիտես, դու պետք է ինձ առնես, ասես զարմացած հետա դառնում, ասում եմ, ինչի այդպես վստահ ասում ես, հա։ Գիտես, այդ ժամանակ դա ինքն էլ էր արդեն Աստծուն ճանաչում։ Ու դրից շատ բան փոխվեց։ Գիտես, մեր կյանքի մեջ շատ բաներ կա, որ չպետք է թողնենք, որ ասենք դառնա մեզի համար կուրք։ Դա։ Ես իրան ասենք ոչ մի խոստում չէի տվել, բայց ինքը այնքան վստահ ասեց, որ դու պետքա ոնց ասած ինձ առաջարկես, ես էլ ասի, ես կողքին այ ասի, որտեղից վերցրիր էլի։ Ասի դու պետք է ինձ առնես։ Հա, բայց ինքը Աստծուց էր վերցրել ու գիտեք հետաքրքիր է Աստված իրոք ու եկավ ժամանակը հասունացավ, երբ որ ես իրան ոչ մի պատասխան չէի տվել ու ներսից այդ ամեն ինչը ձևավորվեց, հա, ու սկսեցի համակրել, սիրել ու համաձայնվեցի Փառք Տիրոջը, ես շատ շնորհակալ եմ Աստծուց իմ ամուսնու համար, իմ ընտանիքի համար, որ իսկապես ես ուզում եմ ջահելներին, երիտասարդներին խորհուրդ տամ, որ աղոթեք, սպասեք, միշտապեք Տիրոջից այդ ոնց ասեմ մի քիչ էլ Աստծուց հա ոնց ասա ճիշտ է ընտրությունը դու ես անում բայց այդ ամեն ինչ այնքան լավ է որ աղոթում ես Տիրոջն ես հանձնում ու Տիրոջ բարի կամքի մեջ ես հանձնում երբ որ Տիրոջ բարի կամքի բարեհաճության մեջ ես հանձնում բարի է լինում է Փառք Տիրոջը ես շնորհակալ եմ Աստծուց ունենք 2 տղաներ ծառայում ենք Փառք Աստծո Տիրոջ տան մեջ Անկեղծ որ ասեմ, առաջի անգամ եմ լսում, որ տղամարդը իր կնոջը մտածում է, որ սարքել է կուրք։ Որ պահին այդ ոնց հասկացաք, որ դուք իրան կուրք եք սարքել։ Գիտես ոնց որ երբ որ սկսում ես արդեն ազդում ա քո աղոթների վրա, գնում ես եկեղեցի կանգնում ես եկեղեցու փառաբանություն, երկրպագություն, բայց դու քո փառաբանությունը դարձել ուրիշ կողմ ա։ Դու մտքով ասում ես սիրիր քո Տիրոջը, քո ամբողջ սրտով, չէ, քո զորությամբ, ընդել զորությունն էլ բրծե։ Էլ սիրտը չկար, Տիրոջ համար տեղ չունենք ոչ մի ձև, բայց ասենք դա, գիտես, դա ասենք նորմալ չէ։ Դա։ Իսկ երբ որ դուք ապաշխարեցիք, ինչ դժվարություններ եղան ձեր ճանապարհին։ Դժվարությունները շատ էին, ասեմ, որ երբ որ ես ապաշխարեցի այն ժամանակ ոնց որ, գիտես, ամբողջ ուշադրությունը քո վրա էր։ Մենք որ ապաշխարեցինք, ասեմ, որ մեր դպրոցում ապաշխարեց 30-ից 40 երեխա, ու գիտես ոնց էր, մենք որ 2-3 հոգի էինք, որ այսպես ամուր, երբ որ երեխեքի խոսքն ընդունում էին, իրանց համար աղոթք էին անում, այդպես մարդ չկար, որ Սուրբ Հոգով չմկրտվեր։
Ու այդ երեխեքի քանակն ավելացավ, մի ամբողջ մի եկեղեցի ենք արդեն մեկի տունը հավաքվում ենք ու սկսեցին դպրոցից դուրս անելը։ Ծնողները գալիս են այդ եկեղեցի, այդ մի տատիկի տուն որ հավաքվում ենք եւ գալիս են ու իրանց երեխեքին տանում են։ Ես հիշում եմ, որ մեկի ծնողն եկավ, 3 ընկերուհին մտան կառավատների տակը քաշելով ծեծելով տանատուն։ Այդ ու ինձ համար գիտես դժվար էր, երբ որ մի կողմից ես շատ ժամանակ եղել է, որ ինձ հարցում են հավատացյալ ես, ասում եմ չէ, ինձ համար շատ դժվար էր։ Բայց ինչի համար, որ ասենք խնդիր չունենայի, որ նորից փախնելով գայի եկեղեցի։ Պատկերացնում ես, եկեղեցու այդ տունը, որ հավաքվում էին, դա գյուղի մյուս ծայրներ, ես որ պետքա գնայի այդ տեղը, ես պետքա գյուղից դուրս գայի դաշտերով, պետքա շրջանցեի բոլոր գյուղը, որին չտեսնեն, որ ես գնում հավաքույթ։ Ու հետո ժամանակներ կար, որ մարդկանց դպրոցից դուրս արեցին, ասեմ, որ հիմա շատ հեշտ է։ Հիմա հիմա կարա ասի ես սատանիստ եմ, մեկը կարա ասի ես բուդդիստ եմ, մեկը կասի ես երկորյակ եմ, մեկը չգիտես ինչու, ասենք իրեն ճակատները բարձ կասեն։ Այսինքն այսօր հալածանք չկա։ Այսօր կարաս ճակատդ բարձ ասես ես Քրիստոսի հետևում եմ Քրիստոսին։ Ու այսօր շատ հեշտ է։ Հալածանքներ են ժամանակ թե տան մեջ ա եղել, თუ ամենուր ա եղել, ու դժվար եղել ամեն ինչ։ Այսօր եկեղեցու ասեմ որ եկեղեցու հետ շատ հեշտ ասենք, եկեղեցին չի հալածվում։ Այսօր կարամ ասեմ, որ շատ լավ ժամանակներ է։ Բայց ասեմ քեզի, բայց այդ ովքեր որ ճաշակել են Տիրոջը, այդ քաղցրությունը, ինչպես չգիտեմ, այդ սովետի ժամանակ ինչ-որ մեկն ասել, ասում է հոգևորները ինչքան սեղմես, իրանք մեխակի պես իրանց հոտը դուրս են տալիս, ավելի լավա ձեռ չտակ իրանք, չճնշեք։ Այդ ճնշումների մեջ, այդ խնդիրների մեջ ես ասեմ, որ այդ դժվարությունների մեջ մենք պատերազմ ենք անում, կռիվ ենք տալիս, որ նորից հասնենք եկեղեցի, գյուղից տրանսպորտ ենք նստում, գնում հասնում ենք Վանաձոր, այդ ամբողջ օր այնտեղ երկու հավաքույթ էր լինում, երկու ծառայություն էր լինում, առավոտ իրիկուն, վայելում ենք Տիրոջ, այդ ամեն բանը այն որ ասում է գդել ենք գանձը ու չենք փոխում ոչ մի բանի հետ։ Այդպես է։ Իսկ այսօր չգիտես ինչի ասենք պատերազմ չկա, իսկ այն ժամանակ եթե պատերազմ էր տալիս ու հասնում էր, այդ ամեն ինչին ամուր էր բռնում, իսկ այսօր չեն պատերազմում, չգիտես։ Այդպես։ Երևի որովհետև ավելի հեշտ է տրվում ամեն ինչ բոլորիս։ Հեշտ է տրվում։ Գիտես ժամանակներ կար, որ այդ ավետարանը չկար ամեն մեկի ձեռքը։ Այդ քիչ էր, ասենք մեկը մյուսին տալիս էին կարդում են այդ ժամանակները ես տեսել եմ։ Որտեղ իմ համար ասենք այդ նոր կտակարանը իմ համար թանկ էր, ես վերցրել եմ, տարել եմ իմ հետ ծառայության բանակ, հետ եմ բերել ամեն տարի, որ ասենք այդ սկզբի այդ տարիներն ես եկել եմ Ռուսաստան բերել իմ հետ եմ տարել այդպես, ու մինչև հիմա իմ աստվածաշունչը իմ համար թանկ է պահում, բայց հիմա ասենք մարդիկ կան, որ ունեն մի քանի ձևի ֆորմատներով, ոսկի տեղերն չգիտեն, փոշի կավրեկը դրած է դա։ Հիշում եք որն է ձեր առաջի ծառայությունը եկեղեցու մեջ։ Գիտեք, եկեղեցու մեջ կարամ ասեմ, բայց այսպես մի հետաքրքիր բան կար, որ վերջերս ես հիշեցի։ Մի կին կար, որ ուրախացան, որ իմացան, որ մենք գալիս ենք եկեղեցի, պատահական իրանք, երբ որ այստեղ Մոսկվա ենք արդեն ապրում, իրանք մեր տագի հարևաններն էին, ներքևի հարևաններ, եւ գալով մեր տուն այդ երկու կինը ասեն, գիտես, մենք Աստծո խոսքի փափագ ունենք, մեզ պետք է գիրքը կարդաս ու մեկնես։ Ու ես հասկացա, որ ես ուզած չուզած պետք է խոսքը վերցնեմ կարդամ ու մեկնեմ ու պետք է քարոզեմ իրանց։ Ու գիտես, հետաքրքիր էր, որ երբ դու գիտես, թե դու միշտ պետք է կերակրվես, բայց երբեմն ժամանակը գալիս, որ դու կերակրված ասում ես, ինչպես խոսքն ասում, ասում ես, ձեր ներսից գետեր կհոսեն, չէ՞։ Իսկ եթե քո ներսդ կա կրակ, եթե դու ունես, դու արդեն սկսում ես տալ, ու փառք ասում այդ կնոջ համար, որովհետև Աստված երբեմն գործում է շատ հետաքրքիր ձևով, սկսել եմ այդտեղից, այդ ծառայությունը, խոսքի մասը։ Ու հետո կարամ ասեմ, որ երբ որ եղել է ժամանակ իմ ծառայությունս ոնց սկսվեց, ասենք ես իմ հետ թվում է թե ես ինձ եմ հարց տալիս,
դու տեսնում ես քեզ հովիվ, ասում եմ չէ, ու ասենք քարոզիչ հովիվ, ասում եմ ես չեմ տեսնում, ու իրոք ես այդ մարդկանցից եմ, որ իմ համար դժվար ա եղել խոսալը, համաշկոտ եմ եղել շատ ու իմը չի եղել դա, բայց երբ որ լսված ես քո ներսդ գալիս է խոսքը ու երբ որ դու գիտես որ դու մի բան պետք է խոսաս ու քո ներսդ այդ ամեն ինչ կա ու քո տեղը մեկ ուրիշը քո նույն խոսքերով սկսում է խոսալը դու գիտես որ պետք է որ խոսաս որովհետև դա դու չանես մեկ էլ է կանի ու իմ հարցից հետ որ ինձ հարց եկավ ես հասկացա որ այդ հարցը ինձնից չի ես չեմ ինքս ինձ հարց տալի հետո ես հասկացա իհարկե ոչ ես չեմ ինձ տեսնում ծառայող բայց եթե երկրորդ հարցը շատ ճուշացավ իսկ եթե դա Աստծո կամքն է եւ Աստված է ուզում որ դու ծառայես դե ես Աստծուն սիրելով ես ասում եմ դե եթե Աստծո կամքն է թե Աստված ուզի ես կծառայեմ եթե պետք լինի ջրերից ջրհորից ջուր է կհանեմ որ ասենք շատ դժվար բան է դույլով իջնես ջուր հանես հետո հասկանում եմ որ դա էլ խորհուրդ ունի հոգեվոր որ ինքը այդ ջրերն են որ պետք է հանես մարդկանց ջուր տես այդ է խոսքն է Աստծո ու այդպես սկսվեց իմ ծառայությունը խոսքի ծառայությունը մենք փառաբանության մեջ էինք ծառայում այսինքն մինչև Մոսկվայում բացվեց հայկական կյանքի խոսքի եկեղեցին մենք դրանից առաջ նույնպես հաճախում էինք եկեղեցի եւ այնտեղ ծառայում էինք Սարոն նվագում էր ես երգում էի փառաբանության մեջ ու այդպես հետո տեղափոխվեցին կյանքի խոսք ու այնտեղ արդեն համ փառաբանություն, համ խոսքի ծառայություն սկսվեց մեր մոտ ու այդպես շարունակ սկսեցինք ավելի մոտենալ Աստծուն, ավելի փափագել Տիրոջը գիտեք ոնց ասենք թող ասենք པարզ եղնի ավելի, ասենք եկեղեցիներ կային Մոսկվայում, որ շատ գիգանտ մեծ եկեղեցիներ էին, որ այնտեղ հավաքվում են 200-300 հոգի։ Երկու խոշոր եկեղեցիներ ա ծրվել բանը Մոսկվայում։ Պատճառները տարբեր էին, մեկին է կարամ հաստատ ասեմ, որ Սարգսակը եւ Հովիվը իրար չհասկանալու պատճառով տուժեց եկեղեցին։ Եվ եկեղեցու մեջ խոսք չկար։ Երբ որ եկեղեցու մեջ խոսք չկար, այդ եկեղեցին չի կարա ամուր կանգնած մնա։ Բայց մենք միշտ ասենք մեր միտքը մենք միշտ հերվից տեսել ենք կյանքի խոսքը ու մեզի համար մեծ ոնց ասեմ որ ճիշտ եղնի։ Այստեղ է ինչպես Սողոմոնի մոտ որ երբ որ Սաբայի թակույն եկավ ու ասենք խելքը թռավ, այտենց այդ նույն բանն էլ մեզ հետ եղավ։ Մենք կյանքի խոսքի միշտ sense հերվից երազել ենք որ կյանքի խոսքի մեջ եղնենք ու մենք շատ լավ ենք զգում կյանքի խոսք եկեղեցու մեջ։ Մեր հովիվներից շատ շնորհակալ ենք։ Մեծ պատիվ է մեր համար ծառայելը եկեղեցում, այո, Փառք Տիրոջը։ Շնորհակալություն Աստծուն, շնորհակալություն մեր սիրելի հովիվ Գոր Մեխակյանին, որ եկավ, բարի լուրը բերեց Մոսկվա, ու այդպես հիմնվեց այդ եկեղեցին։ Գիտեք ինչն է հետաքրքիր, կասեմ որ երբ որ մենք այդ ծանր այդ վիճակի մեջ ենք, որ եկեղեցիները արդեն կիսվել էին, խնդիրներ էր ու գիտես դու վիբր պետք է անես թե կիսված որ մասի հետ պետք է գնաս բոլոր դեպքերում այդ կիսված բոլոր բաժանումներն էլ ասեմ որ շատ սխալ են ու այդ ժամանակ Գոր Մեխակյանը իր թիմով գալիս է տնային խմբակ Պուշկինո ու դու զգում ես որ այդ մարդկանց ումտունը որ պետք է գնան անեն իրանց մոտ ինչ-որ խնդիրներ կա ու կյանքի խոսքը գալիս է քոտուն ու դրանից հետո մեզ հետ արդեն շատ հետաքրքիր ձևով սկսեցին դասեր տալ, Աստվածաշնչյան դպրոց Պուշկինոյի մոտ այնց ամեն բանը սկսվեց ծառայությունները։ Իսկ ինչպես դարձաք հովիվ։ Ինչպես դարձանք հովիվ։ Այդ առաջին մասը, որ ես մի քիչ խոսում եի դրա մասին, երբ որ իմ մեջ այդ հարց ու պատասխանը կար, գիտես Աստված սկսում է քո հետ խոսալը։ Ու ես երբ որ հասկացա, որ այդ հարց ու պատասխանը, եթե Տիրոջ կամքն է, որ ես համաձայնվեցի, եւ այդ նույն բանը որ խոսեցին, այ ինչ հետաքրքիր, այդ բրոշուրները որ իմ աշկի առաջներին խոսք ունես եւ չես խոսում, խոսա եւ նույնպես եղավ մարգարեություն, որ Հայաստանից վրուրը որտեղից էր, քեշեսնես ինձ, Ալավերդու հովիվը, ինքը գալիս է Հայաստանից ու իմ վրա ձեռքը դնում ու սկսում մարգարեության խոսքեր ասել, սուն ունես ու դու չես օգտագործում։ Ու գիտես դա դու հասկանալով որ դու դրա մեջ ես ու իրոք խոսքը կարող ես չէի խոսում
Եվ դրա հետ մի հատ նույնպես բան տվեց ինքը, որ նշան տվեց, որտեղ մարգարեությունները երբեմն լինում են, որ ինքը քեզ մի հատ նշան էլ է տալիս, որ դու հավատաս, ասա մի հատ փոթորիկ կբարձանա, ասենք ինչ-որ դատական գործ, բայց դա հանգիստ կանցնի, ու գիտես, այդ մարգարեությունը ասենց թվում է, թե խոսեց անցավ գնաց, մենք կմոռանայինք այդ ամեն ինչը, բայց այդ դատական գործը բացվեց։ Դատական գործը բացվեց ու ես հասկանում եմ, որ դա բարձր, ասենք, խոսքի խնդիրը, մեծ խնդիր է, ասեմ, ու այդ խնդիրի մեջ պետք է կնոջս աներցագ են ասում իմ կնոջս եղբայրը, այդ ասում է, այսքան գումար պետք է ուղարկեք, բայց իմ ծնողները չպետք է իմանան, պետք է ուղարկես ծնողները չիմանան, հայրն էլ իր, ասենք, աշխատում այդ վայնի մեծ դոլժեստ ունի, որ հետո չասես խնդիր կլինի ու հասկանում ես, որ այդ խնդիրը ինչքան մեծանում է ու այդ մարգարեության վրա եմ ես կենտրոնում։ Մարգարեության այդ խնդիրը ավարտվեց, բայց ես զգում եմ, որ այնտեղ այդ կոնկրետ բան ասվել, որ պետք է դրան ուշադրություն դարձնենք ու ասեմ, որ Տերը հրաշքով էլ է հայտնել ինձ, որ կներեք, Տերը ինձ հայտնեց երազով, որ մի sense հետաքրքիր տեղ ենք, որ այնտեղ հովիվ Արտուրն էր, հովիվ գորներ, որ ասենք մի հատ sense մի բարձր տեղ էր, մի քիչ խոշոր, sense սարի sense վրա մի հատ տեղ էր, որ շատ սիրուն գեղեցիկ տեղ էր, ու մի հատ թակ դրեցին իմ գլխին։ Գիտես, մի կարող ասենք մարդկա ասի դա հովությունը թակ չի, չգիտեմ ինչա ինչ է, այդպես մի հատ կառոնա կա, որ դրեցին։ Ու հետաքրքիրը այն էր, որ այդ ժամանակ գալիս է ձեր հովիվը, մհերը ասում են գնա մհերին դեմ, հովիվ գորն ասում է, դե ես չգիտեմ ով է մհերը, այդ ժամանակ մհերը իր համար մհեր էր, որտեղ իրանք շատ մոդիկ են եղել։ Հա, ես գնում եմ բերելու ամբողջ ճանապարհը, որ բերում եմ մինչև հասցնեմ այդ բանից, վокзալից, այդ ամբողջ ճանապարհին ես իրանք խոսք եմ խոսում, քարոզում եմ, գալիս է ու իրանք գիտես ինքը միշտ էլ ասենք ինքը խոնար է այդպես։ Ու ասում է, որ գիտես, այս տղին պետք է անպայման ձեռնադրեք հովիվ։ Ու այդ հովիվականի ժամանակ միանգամից հովիվ գորը որոշում անում, որ պետք է ձեռնադրենք ու գիտես Աստված ամեն բան պատրաստում է ու գիտես մեր հովիվ գորն ասում է, որ գիտես շատերին են ձեռնադրել ու մարդիկ կան, որ իրանք ինքներն են կասկածում, որ այդ ամեն բանը իրոք Աստծուց է, թե Աստծուց չի ու դա շատ լավ է, որ դու ասենք Աստված քեզ այդ ամեն ինչը հայտնել է ու դու գնացել ես դրան ոչ թե երկմտելով, այլ դու գնում ես դրան, որտեղ դու այդ հարցին պատասխանը քո ներսդ արդեն տվել ես։ Եթե Տիրոջ կամքն է, կծառայեմ Տիրոջը։ Այո, դուք արդեն պատրաստ եք եղել այդ քայլին։ Արդեն այդ ամեն ինչը Տերը պատրաստել էր այդ ամեն ինչը, որ արդեն պատրաստ ենք։ Իսկ դուք ինչպես ընդունեցիք, երբ որ ձեր ամուսնուն ձեռնադրեցին հովիվ։ Ես ինչպես ընդունեցի, ես արդեն տեղյակ էի մի քանի օր առաջ, հովիվ գորը ինձ ասել էր մեր եղբայրը, այնց ասել էր, հələ տեղյակ չի ինչ ենք անելու իրան։ Իրան հովիվ ենք օծելու, սենց եկավ առաջ ասեց, ես էլ ինչ ասեմ, եթե հովիվս ասում է, ես գիտեմ, որ դա Տիրոջ կամքն է, համաձայն եմ, որ ասում են, ահա ես, ահա մենք, ոնց կասեք, այդպես կանենք, ու այդպես էլ մտանք ծառայության մեջ, ու ինքան հետաքրքիր էր, որ առաջի 3 տարին որ սկսեցինք ծառայությունը, քիչ ծառայողներ կային, քիչ մարդիկ կային մեր կողքը, բայց հավատարիմ ձևի, ասենք, ոչ մի անգամ հիմա, որ ես հետ եմ նայում, ասենք, մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, մարդ պետք է ոչ թե հետ նայի, ինչ-որ իր անցյալը հիշի ինչ-որ բան, ուղղակի այդ քո կյանքի էջերը, հա, ու ես ասում եմ, Տեր Հիսուս, ինչ լավ է, որ մենք ասենք 3 տարի, ասենք այդ ամբողջ ծառայությունները մեր երկուսի վրա էր ու մենք չէինք նեղվում ընդհանրապես։ Գիտես, մի բան կարող եմ ասել, եթե հավատարիմ ես մնում, Աստված խոնարհվում ես Տիրոջ խոսքին, խոնարհվում ես քո եկեղեցու հովին, հա, Աստված բարձրացնում է ժամանակով։ Ու այդ 3 տարիները այդպես կարելի ասել ծանրաբեռնված էինք, բայց փառք Տիրոջ, անցան այդ տարիները ու 4-րդ տարում եկեղեցին լիքը լցվավ պտուղներով, մարդկանցով։ Հիմա ամեն ծառայության վրա մի քանի ծառայողներ կան, մեր գործը հեշտացել է, այսպես ասեմ։ Փառք Աստծուն, շատ ուրախ եմ,
միշտ օրհնում եմ Աստծուն, օրհնում եմ մեր հովին, որ մեզ օծեց հովիվներ այդտեղ։ Շատ լավ բան է ծառայել Տիրոջը։ Շատ լավ։ Ինչպիսին պիտի լինի հովիվի կինը։ Ինչ կասեք այն կանանց, ում ամուսինները նոր դարձել են հովիվ, ինչ խորհուրդներ կտաք։ Ես կարող եմ ասել կին ծառայողին, հա, մանավանդ ընդհանրապես կին ծառայողը եկեղեցում, ինքը առաջի բանը պետք է հասկանա, որ ինքը եկեղեցու մեջ գլուխ չի, ու Աստվածաշունչն է այդպես ասում։ Ինչքան էլ դες Պողոս Առաքյալը միշտ ասում են, չէ, որ գրված է ու հաճախ որ կանայք խոսում են, ասում կինը լուր մնա, ասենք ես դա ոնց եմ հասկանում կինը լուր մնա, այսինքն երբ որ տղամարդիկ որոշում են մի բան եկեղեցում ու թե եկեղեցում, թե ասենք տան մեջը, չէ, Աստծո խոսքն ասում որ տղամարդն է գլուխը, ու տղամարդու գլուխը Քրիստոսն է, այսինքն ես հասկանում եմ մի բան, որ կինը պետք է իր տեղը չափը իմանա, այսինքն ինչքան էլ դու լավ ծառայող ես, ունես լավ հայտնություններ, ունես լավ խոսք, բայց դու միշտ պետք է կա մի չափ, որ չանցնես վերև։ Հնազանդությունը, կնոջ գեղեցկությունն է, խոնարհությունը եկեղեցու մեջ ու ընդհանրապես։ Ես այդ խորհուրդ կտամ, որ ծառայենք Տիրոջը խոնարհությամբ։ Այո։ Դա։ Իսկ ինչ հրաշքներ է ձեր միջոցով արել Աստված։ Կհիշեք մի քանիսը պատմեք։ Կարասնա դեր վերջնես ու գրես։ Դες մի քանիսը կասեմ։ Վերջերս խոշոր այտենց ասեմ, մի 16 տարվա մեկը կար որ չէին կարողանում երեխա ունենային, դա Ռուսաստանի քաղաքներից էր, որ քաղաքներ, Կուրս քաղաքներ, հետո էս Հայաստանում էս 1-3 տարի չեր ունեցել ու այս ամուսնությունների հետ կապված ասենք մարդիկ կան, որ չեն կարող ամուսնանալ, իրաց մոտ ամեն ինչ չի ստացվում, դա չգիտեմ, դա չեմ ասում, որ Տիրոջ ողորմությունը հասնում է։ Մեկ է դա բան եմ անում, ասում եմ, քեզ խանգարող բան կա, որ կուզես, որ հորդ տունը մնաս երկար տարիներ հարցներիդ մոտ ծառայողնես, ասում է, չէ։ Դե ինքը գիտես ոնց է, իր ամուսինը մահացել էր ու ինքը չէր կարող այդ ամեն ինչից դուրս գար։ Ու ասում եմ, լավ, բերմա դաղոտ կանենք, կուզես, որ ամուսնանաս 4 հատ տղա ունենաս, ասում է, հա։ Աղոթք ենք անում 15 օր հետո, 2 շաբաթ հետո ինքը գալի իր մադին են դնում, որտեղ այսօր ազապ աղջիկներն են, չէ, ասենք երկար փնտրտուքի մեջ չէ, բայց իրանց համար ավելի դժվար է։ Ու 4 տղա ունես աղջիկ, էդի ասեմ, որ նոր մի քիչ առաջ էր մեկը Սապշենի աղրգի, ասում արի, որ պետք է մեզ օրհնես, էլի նույնպես ընդամենը նոր տարուն իրաց տուն ենք գնացել։ Իր կինը ասենք թողը գնացել էր իր երեխեքին, ինքը դավաճանություն, այսպես խառը բաներ։ Բայց իր ասենք երկար տարիներ ինքը չէր կարող այդ հարցը լուծել, բայց այսօր երբ որ մեկի համար աղոթք ենք անում, դեր իր հրաշքներն անում եմ։ Գիտես, դա շատ կարևոր բան է, երբ որ այսօր չարը սկսել է քանդել ընտանիքները, բայց երբ որ իրոք այդ սիրո հետ կա Տիրոջ սերը, ամեն բան արդեն հարթվում է, Տիրոջ կամքը նա է, որ ասենք մարդիկ կազմեն ընտանիքներ եւ այդ զույգերը ամուրեղն են։ Ինչպես խոսքն ասում է 3 պատիկ թելը լավ է, ամուրը այդպես է։ Շատ են ուղղակի, ասենք, երբ որ ես միշտ խոսել եմ սրա մասին, եթե քրիստոնյայի կյանքի մեջ չեն հետևում հրաշքները, ուրեմն մի բան խախտված է։ Մեր կյանքի մեջ պետք է մեզ հետևեն մեր հրաշքները, մենք պետք է աճ ու ցախ քայլենք, մարդկանց վրա խոսք հրճակենք, ու երբ որ հանգարց մեր կյանքի մեջ կանգ առնեն այդ հրաշքները, մենք պետք է զգուշ եղնենք։ Մենք ուղղակի պետք է չեղնենք այնպես հավատացել ենք ու սպես սպասենք թե երբ ոնց, չէ, մեզ հետ պետք է մենք ասում եմ գնացեք, ասում եմ եւ ինձանից ավելի շատ հրաշքներ կանեք, չէ, ինձ հավատացողը, չէ։ Այդ պետք է մեր կյանքերի մեջ եղնի։ Մենք պետք է հրճակենք, մենք պետք է խոսենք, մենք պետք է քանդենք, պետք է կապենք, պետք է արձակենք, չէ, այդ մեզ է տված այդ իշխանությունը, դա։ Մի խոսքով, եթե հավատացյալի կյանքում հրաշքներ չեն լինում, կա կարիք մտածելու ինչ որ մի բան խախտված է։
արդեն նորմալ չի։ Դու գործ ունես հրաշագործի հետ, դու գործ ունես արարչի հետ ու պատկերացնում ես քո կյանքիդ մեջ ոչ մի բան, ասենք, չորուցամակ քայլում ես ուղղակի դա նորմալ չի։ Այո։ Իսկ որպես հովիվ, դուք լինելով հովիվ, ինչ կասեք, որ մեղքից է ամենադժվարը ազատվել։ Կա տենց ստատիստիկա։ Մի հատ բան ասեմ, որ նայեք, երբ որ այտենց նայես, ոչ մի մեղքից է հեշտ չի ազատվել է։ Բայց Քրիստոսի հետ այնքան հեշտ ազատվել է։ Գիտես, մեղքեր կան, որ նայեք, օրինակ խոսում ենք, մենք 10-րդ պատվիրանի համար խոսում ենք, ասում են ամեն ինչ կարամ ասենք, բայց երբ որ գալիս ասում եմ մի ցանկացիր, չէ, դե ցանկանելը կարա եղնի հարևանիդ ամեն ինչը։ Չէ, նույնիսկ ասենք տղամարդկանց մոտ նույնիսկ ասենք ինչ որ մի հատ կին են տենում, ոտները թուլանում է, ու սկսում են գլուխները կորցրած մոռանալ իր անդանիկին ու ասենք այդ տարբեր ձևի։ Բայց այսօր երբ որ նայում ես խոսքն ասում է ես ուխտ արեցի մաշկերիս հետ, չէ, բանի 5 դագարանի մեջ է, բայց եթե Աստված քեզ ասում է, որ մի արա այս ինչ բանը, այսինքն դա հնարավոր է։ Աստված քեզ չի ասում, գիտես, մի շնչի։ Աստված քեզ ասում է այն, որ հնարավոր է, բայց իր հետ։ Երբ որ դու մի մեղքից ուզում ես ազատագրվես, դու երբ որ կանգնում ես ու ասում ես, գիտես ինչ, ես չեմ կարա, իմ մոտ չի ստացվում, էլի չստացավ իմ մոտ, Աստված իմ, ես սրա մեջ եմ, գիտես ժամանակ կա, որ դու մեղքի մեջ լինող մարդկանց, ասենք խմող մարդուն հարցում ես խմում ես, ասում է չէ ով ես ինչ խմել, չէ։ Բոլորին էլ ով որ խնդրի մեջ է, սուտ ես խոսած է, չէ, ես չեմ խոսած է սուտ։ Դա երկրորդ անգամ ինքը ասում է, չէ, ինքը նորից ստում է։ Եթե դու հասկանում ես, որ մի բանի մեջ կաղում ես ու Տիրոջը գալիս ասում ես խոստովանում ես, չէ, ասում ես գնացեք եւ խոստովանեցեք, չէ։ Խոստովանում ես եւ կանչում ես, ասում ես Տեր, ես չեմ կարա, այս բանից մեջ ես խնդիր ունեմ, ես ուզում եմ։ Ու Աստված քեզ շատ հետաքրքիր ձևի այդ ամեն ինչից հանում է։ Ես սրա մասին շատ եմ սիրում խոսալ, մարդիկ կան, երբ որ շատ ցավ են տալի քեզ, ու այդ ցավը երբ որ տանելի չի, այդ անտանելի է, ու այդ մարդուն պետք է դու սիրես, այն որ ասում է ոչ սիրելու է, ոչ է ներելու է, չէ՞, դες դեպքեր ելնում են։ Բայց երբ որ դու խոստովանում ես, որ այս մարդուն ես չեմ կարա ներեմ, այդ ժամանակ Տիրոջ սերը գալիս է ու սկսում ես դու ամեն բան լրիվ փոխվել է քո կյանքիդ մեջ։ Դու կարողանում ես իրան ներես։ Դու կարողանում ես ինչ որ տարբեր ինչ չափի խնդիր կարա եղնի, տարբեր մեղքեր կարան եղնեն, որ կապվածություն։ Ամեն բանից Տերը կարա քեզ ազատանի, բայց երբ որ դու իրան կանչես, ասես Տեր, ես ուզում եմ, ես սրա մեջ խնդիր ունեմ, ես չեմ կարա, դա իմ խելքից բան է, ասեք, դա իմ խելքի բանը չի։ Նույնիսկ գիտես, ես շատ եմ սիրում սրա մասին խոսալը, երբ որ դու մի բան ուզում ես ու քո հնարավորությունները ներում ա որ դու այդ անես, դու հասնում ես դրան։ Բայց երբ որ բաներ կա, որ քո խելքից դուրս են ու դու չես կարող դրան հասնես, դու պետք է մատով ցույց տաս, ոնց որ երեխեքը ոնց էր ասում, այս ինչը կտած ձեռը չի հասնում բարձրը։ Պահարանի վրա դրված մի հատ բան կա, մատը բարձում ասում այն ուզում եմ։ Ուզում եմ, ուսո դու գիտես, որ ասենք այդ երեխան պետք է, որ իրան չի վնասի ու տալիս ես։ Մենք եթե մեր կյանքի մեջ բաներ կա, որ դա մեզ անհասանելի է, մենք պետք է երեխաների պես ասենք Տեր, այս ինչ բան ուզում եմ, ինձ պետք է։ Ու շատ ամեն ինչը հեշտ առնում։ Դա մենք չենք վստահում, մենք չենք ուզում, չէ՞, ինչպես Աստվածաշունչն ասում է, չեք խնդրում։ Պետք է խնդրենք, պետք է կանչենք, պետք է վստահենք, ու մեզ հեշտ կեղնի ամեն մեղքից ազատելը։ Այո, ես շատ համաձայն եմ, որ պետք է անպայման տեսնել մեր մեղքը։ Պիտի հասկանանք, որ դա մեղք է, խոստովանենք մեր մեղքը։ Որովհետև կան ծածուկ մեղքեր, որ դու գիտես ու Աստված գիտի։ Կան բաներ, որ դու գիտես քո ներսում ինչ է կատարում ու դու ինչի հետ կապվածություն ունես։ Այո։ Աստված կմաքրի, եթե ուզենաս, եթե ցանկանաս։ Այո, անգամ լսում ես, որ կան մարդիկ, որոնք օրինակ ծխում են, ծխախոտը, երբ որ հարցնում ես դա կապվածությունը չէ, դա կապվածություն չի, ես կարող եմ գցեմ, թարգեմ, դա խնդիր չի, բայց հասկանում ես, որ դա մարդու համար դա մեծ խնդիր է։ Խնդիր է, այո։ Այո։ Իսկ ձեր երեխաները հաճախում են ձեզ հետ եկեղեցի, ունեն ծառայություն եկեղեցու մեջ, կպատմեք մի փոքր երեխաներից դեր։ Մեծ ծառայում է մեծ եկեղեցում, ինչպես ես սիրում եմ ասել, մայր եկեղեցին Մոսկվայում է ծառայում, մեդիա թիմի մեջ է ինքը, եւ
փոքրիս համար ասեմ, որ ինքը շատ ակտիվ է այդ երիտասարդական այդ թիմի մեջ, ծառայում է, նվագում է եկեղեցում, փառքասում, իրանց համար ծառայում են։ Իսկ ինչ կասեք, ձեր երեխաները իրենք ինքնակամ են գալիս եկեղեցի, թե կան պահեր, երբ որ դուք եք ճնշում, դուք եք պարտադրում նրանց։ Գիտեք, դա շատ հետաքրքիր հարց է, որտեղ մենք ծնվել ենք ու կռիվ ենք տվել, որ եկեղեցի գնանք, բայց իրանք ծնվել են արդեն եկեղեցու մեջ են։ Ասեմ, որ իրանց համար կա ինչ-որ բաներ, որ հասկանում են, որ եկեղեցու մեջ իրանց հետ հեշտ է, որտեղ տեսնելով արդեն աշխարհի այդ խնդիրները, աշխարհի մեղքը, իրանց համար հեշտ է։ Բայց այդտեղ կա մեկ ուրիշ բան, երբ որ իրանք չեն կռիվ տվել Քրիստոսի համար։ Այսօր գիտես, մենք կարդացել ենք ու կարդում ենք, որ մենք կարողանանք պաշտպանվենք ինչ-որ հարցերից, թե ինչ պատասխանենք մեր դեմինին, բայց իրանք այսօր գիտես, նույնիսկ իրանց բոլոր բարեկամները շրջապատված են իրանք հոգևորներով, բայց ասեմ, որ ամեն մի երեխա պետք է ինքը իր կռիվը տա Քրիստոսին ավելի մոտ իրան ճանաչելու ու գիտես ինչ, դա շատ կարևոր է։ Երբեմն պետք է թողնես իրանց, որ իրանք իրանց կռիվը տան եւ իրանք ավելի, ասենք, մոդիկից ճանաչեն Աստծուն։ Ընդհանրապես ծառայողների երեխաները իրանց հեշտ է մատուցվել, ինչպես ես տես մեր ժամանակաշրջանում ոնց էր, մենք ծառավում էինք, փափագում էինք, որ մի հոգևոր խոսք հա լսեինք, մեկից սովորեինք, բայց ասենք մեր երեխաներին իրանց թվում է այդպես էլ կար, պիտի լիներ։ Դրա համար շատ հաճախ մենք իրանց ինչ ենք անում, ոչ թե երեխուն դու չես կարող ուժով ինչ-որ մի ձև, արդեն մանավանդ որ իրանք ունեն բավականին տարիք, մենք ասում ենք կարդացեք Աստծո խոսքը։ Մենք ավելի շատ մղում ենք իրանց Տիրոջ խոսքի մեջ։ Գիտես ոնց է, ես միշտ ասում եմ քեզ։ Ասում եմ, որ եթե ես քեզ ամեն ինչով ապահովեմ, դա դու քեզ ոչ մի լավ բան չկա։ Դու ինքդ պիտի ճանաչես Աստծուն, դու պիտի ինքդ հասկանաս եւ համոզվես, որ Աստված է քեզ օրհնողը։ Ըստ իմ ամենակարևոր գործերից մեկն է, որ ես իմ երեխեքին հասցնեմ այն բանին, որ իրանք կապ ունենան Աստծո հետ եւ ոչ թե ասենք եկեղեցի գան ուղղակի որ կիրակնորյա օրա պետք է կան ծառայություն։ Դա ամենամեծ ուրախությունն է, որ քո երեխան իրոք արդեն ապրում Աստծո հետ։ Իսկ ինչ կասեք, դուք արդեն հասել եք այդ ձեր նպատակին, թե կարամ ասեմ, որ գիտես, իմ փոքրս շատ հետաքրքիր ասեմ մարդ է, որ իր կյանքի մեջ շատ են հարցերը։ Կյանքով լցված։ Մեկը տեսար դպրոցից վազելով կգա կասի, պապ, գիտես դպրոցում հիմար բան են ասում են, որ անատոմիա, կապիկից է մարդը, չգիտես ինչ, ասենք ինքը բանը։ Ինքը չի հարմարվում դրա հետ։ Մեծս էլ ինքը շատ բանը արդար է ամեն բանի մեջ, խելքից դուրս, ամեն բան գիտի թե պետք է եղնի արդար, բայց ասում եմ Աստված ամեն բան արարել է, բայց այսօր ամեն բան չի որ Տիրոջ կամքով այս աշխարհի մեջ ինչ որ կատարվում է։ Ինչպես երկնքում, թող երկրի վրա էլ կատարվի, չէ՞ մենք ինչպես այդ աղոթն անում ենք։ Ու գիտես ինքը այդ երեխեքը այսպես մի բան ունեն։ Եթե երեխուն ասում ես, «Էս ինչ բանը ձեռմի տա, ձեռդ կվառի», դու իշքան ուզում ես իրան ասա, ինքը մինչև իր ձեռքով չկպցնի այդ ամեն ինչ ու ձեռքը չայրվի, նա ուզես թե չուզես դու չես կարող այդ իզոլյացիան ես ու մի հատ պատ տնես, որ ինքը մեղքից հեռու անի։ Երբեմն գիտես դու չես կարող իրան կապած պահես, պետքա թողնես քո երեխիդ, որ ինքը ամեն բանի մեջ դու կարաս իրան խորհուրդ տաս։ Ու փառք Աստծուն, Սուրբ Հոգուն, որ իրանք մկրտված են եւ ինչպես խոսքի մեջ ասում է, որ ժամանակ կգան, որ ամեն մեկին չեք բացատրել, ես իրանց սրտի մեջ կեղնեմ։ Գիտես, ամեն մարդ իր ճանապարհ ունի, ամեն մարդ իր վիբրն ունի, ինչպես խոսքի մեջ ասում է, Դեմասը սիրեց, չէ, աշխարհը։ Ինձ այնակ մի հատ հարց եմ ուզում ձեզ ուղղեմ, երբ որ ասում եք ձեր երեխան գալիս է դպրոցից վազելով եւ հարցնում է եւ ասում է, որ մենք կապիկից ենք, օրինակ դուք նրան ինչ խորհուրդ կտայիք, որ դե լավ ոչինչ, բան տեղ մի դիր դա էլ շապրի, թե
ընդհակառակը որ գնասա տղաս որտես բան չկա, մենք կապիկից չենք։ Գիտես, դրա մեջ բան կա, մենք շատ հետաքրքիր ձևի ամեն բան բացում է մեր ավակովը Գորմե Խագյանը։ Ժամանակներ կա, որ երբ որ Քրիստոսը թողեց այդ ամբողը ու միջներից անցավ գնաց։ Գիտես, Սուրբ Հոգին քեզ կոնկրետ ասում է, որտեղ պետք է խոսաս, որտեղ չխոսաս։ Եվ ինքն էլ գիտես, այդ երեխեքը արդեն իրանք հասկանում են, որին կարան խոսան, որին կարան չխոսան, այնպես որ հասակ են առնում Տիրոջ մեջ, արդեն իրանք էլ ունեն այդ հասակը։ Ու ինքը որ կարդում Աստծո խոսքը, ինքը լավ գիտի։ Ինքը դրա պատասխանը այսինքն ունի։ Ինքը բացատրել է, որ բացեք Աստվածաշունչը ծննդոց գլուխ առաջի, հա, ու կարդացեք մարդը ոնց Աստվածը մարդուն ստեղծել, ինքը խոսում է, ինքը միևնույն ժամանակ շատ ծանր էր, տարել, պայքարել էր այնտեղ, բայց իհարկե մենք խոսացինք ու այսպեսի մի բաներ կա ծառայողների, ընդհանրապես հովիվների, երեխեքի համար դժվարություն ասեմ, ոնց ասեմ, ասենք ամեն իրանց սխալ մի բանը դե մարդը իր սխալների վրա է սովորում, փորձություն, իրանք էլ երեխա են, ինչքան էլ հետևողական ես, ինչքան էլ մեկ մենք բոլորս է անցնում ենք սխալ անթերի մարդ չկա ու գիտես այնքան դժվարությունը այնա որ ամեն մի ասենք կարող է մի 10 երեխայից սխալ անի, բայց հենց քո երեխեն մի բան անի ու սա սկսեն նայել, չէ, ու ասենք այդ ոնց որ կենտրոն ուշադրության կենտրոն բերեն, որ դու ծառայող երեխա ես, դու հովիվ երեխա ես, այդ մի բառը ինչի սենց ասեցիր։ Այս բաններ կա էլի, որ իրանց համար այդ ուշադրության կենտրոնում են շատ իրանք, հա։ Դրանից էլ հոգնում են, կարելի ասել, իրանք հոգնում են այդ վիճակից էլի, ոնց որ երբեմն այդ ազատությունը չունենան այդ պատանի շրջանի երիտասարդական։ Բայց մենք փորձում ենք ինչքան հնարավոր է։ Նույնիսկ ասենք ինքը որ գնում է Հայաստան, գիտես, այնտեղ արդեն այդ ինչպես խոսքն ասում ասում ձեզ ուղարկում ենք գառներ գայլերի մեջ։ Այդ չեմ ասում որ Հայաստանի երեխեքը գայլեր են, բայց գիտես, այդտեղ մենք իրանց այդ ամբողջ այդ ընկերները սա եկեղեցու ժողովուրդն են։ Բայց իրանց պետք է թողնես, որ իրանք կարողանան պահել այդ գյուղի մթնոլորտի մեջ, որտեղ իրանք արդեն գիտեն սրբությունն ինչ է, իրանք, բայց պետք է թողնես, որ իրանք մեծանան։ Մենք չենք կարող ասենք իրանց իզոլյացիա անենք կոնկրետ, այդ որ մարդիկ մանաստիր են գնացել, չէ՞, դա չի որ ասենք բերելու է չես տեսնի որ ասենք Քրիստոսը մենակ սուրբերի հետ նստեր, չէ՞։ Ու այդ էսա պետք է ամբողջ աշխարհի համար մենք պետք է աղո լույս եղնենք ու նույնն էլ իրանք պետք է եղնեն։ Որ այսօր գիտես մենք բարեկամներ ունենք, որ հասկանում են, որ մեր երեխեքի վրա մի ուրիշ շնորհք կա ու հետաքրքիր ձևի ասում են, որ մենք եք ուզենք, որ մեր երեխեքը ձեզ հետ շփվեն, իրանք գնան եկեղեցի։ Այդ ամեն ինչը պետքա չպետք է իրանց պահես քո ձեռքի մեջ, որ ոչ մեկը չփոխվի, դա նորմալ չի։ Դե աշխարհի մեջ ապրելով մտածում ես, որ ուզենք թե չուզենք, բախվելու ենք խնդիրների, դժվարությունների, փորձությունների։ Դրա համար այն որ իրանք պետքա պայքարեն իրանց, հա, հավատքի իրանց, հոգևոր վիճակի իրանց աճի համար։ Այստեղ արդեն ասենք մեծ տղաս շուտով 20 տարեկան է, ինքը էլ երեխա չի, որ ես արդեն ինքը պետքա իսկապես այն որ կա հասուն տարիք, արդեն 18 տարին լրանում է, դա հենց այնպես չի, ու դու զգում ես, որ այդ 18 տարուց հետո բան է փոխվում։ Անկամ մոր ու երեխու մեջ ինչ որ մի հատ կապ կա, որ ինքը ոնց ասեմ, կտրվել ասեմ, մի քիչ հերվանում է։ Ոչ թե այն որ դուք իրար, ասենք, չեք սիրում հարաբերությունն է, չէ, ծնող երեխա ուղակի, արդեն ինքը հասուն է, ինքը պետքա որոշումներ կայացնի, հա։ Ու արդեն սկսվում է մի ընթացք, մի կյանք, որ հանդիպելու է դժվարությունների էլ, պետքա պայքարի, պետքա աղոթի իր համար։ Այո, պես դուք արդեն պատմեցիք մի դեպք մեր հովիվի հետ կապված։ Ունեք էլի հետաքրքիր ինչ-որ զավեշ տալի դեպք մեր հովիվի հետ։ Մեհեր հովիվի։ Մեհեր Մարգարյանը։ Մեր հովիվը Մեհեր Մարգարյանն է, ասեմ իմանաք։ Գիտես ինքը ամեն անգամ ես իրան տեսնելով ինքը օրտություն է, գիտես ոնց է իր այդ համեստությունը որ կա, դա ասենք չես պատկերացնի, որ ինքը ասենք ինչ լավ բաներ ունի այդ համեստության հետ տակը պահած ու գիտես ամեն անգամ իրան հետ խոսելուց, շփվելուց ամեն անգամ մի լավ բան իրանից առնում ենք։ Փառք Աստծուն իրեն համար։ Ինքը մեծ փորձ ունի, երկար տարիներ ինքը ծառայել է ու
այդ ճանապարհը որ անցել է ինքը մեզ համար միշտ օրհնություն է, թե իր գալով մեր եկեղեցի իր ծառայությունները, թե մենք ենք գալիս ամեն անգամ իրան տեսնելուց իրանից մեծ բան առնում ենք։ Մեր հաղորդումը ունի այսպիսի ավանդույթ. մեր նախորդ հյուրը հարց է տալիս հաջորդ հյուրին։ Բերեք լսենք մեր նախորդ հյուրի հարցը։ Ես ճիշտ ասած չգիտեմ ով է լինելու, ով է հաջորդ հյուրը լինելու, բայց ես գիտեմ մի բան, որ Աստծո խոսքն ասում է, մենք հաղթում ենք սատանային, չարին հաղթում ենք մեր վկայության խոսքով եւ գառան արյունով։ Ես ուզում եմ լսել քո կյանքի վկայությունը, քո կյանքի պատմությունը, թե ինչպես դու ապաշխարեցիր։ Տեր օրհնի։ Ոնց եմ ես ապաշխարել, նոր ես պատասխանեցի այդ հարցին, բայց նորից կարճ կասեմ, դա իմ համար այդ հարցերի պատասխանն էր, ես միշտ խոսում եմ, որ պետք է մենք ունենանք հարցեր մեր կյանքերի մեջ, այդ ինչիներն են, որ ինչի պետք է մարդը կարճ ապրի, ինչի համար A կետից B կետնա գնում պետք է ամեն ինչ վերջանա, դա իմ ապաշխարության առաջի պատճառներից մեկն է, որ մարդը ինչի կարճ ապրում, ու դա ես գտել եմ եկեղեցում, խոսքը երբ որ ես լսել եմ միանգամից ինձ պարզ է դարձել, որ Քրիստոսն ասում է ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ոչ մեկ չի կարող այդպես խոսք ասել։ Մենակ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ու իմ համար միշտ միանգամից պարզ է, միանգամից բացվել այդ ամեն ինչը։ Դե ես ապաշխարել եմ 93 թվականին, շատ հետաքրքիր ձևով լսել եմ, սիրել եմ Տիրոջ խոսքը, ընդունել եմ, ու շատ գոհ եմ Աստծուց, որ ինձ գտավ։ Փառք Տիրոջը, ու ուզում եմ մի ուղերձ մարդկանց, որ կարդացեք Աստծո խոսքը, որ Տիրոջ հոգին բացի իր խորհուրդները, հեշտ է, երբ որ մարդը Աստվածաշունչ է կարդում։ Աստվածաշունչ կարդալով փոխվում է ներաշխարհդ, փոխվում են, ես ասեմ, որ այսօր աշխարհի մեծ մասը նստած է հոգեմետ, հա, հոգի այդ դեղերի վրա, բայց ես կասեմ, որ հոգու բժիշկը դա Աստծո խոսքն է, ու հավատացեք, երբ որ կարդաք, կտեսնեք այդ խաղաղությունը ձեր մեջ։ Օրինակ, Մերիքուրը շատ հետաքրքիր միտք ասեց հոգեմետ դեղերի հետ կապված։ Օրինակ, ես կուզեի լսեի ձեր կարծիքը։ Ասեմ, որ երբ որ ժամանակ կա, որ երբ որ մարդիկ հոսքով, մեծ հոսքով գնում են ուրբաթ օրը, ուր են գնում, ասենք այդ պրոբկաներով Մոսկվայից դուրս են գալի, կասեմ, որ 90%-ը գնում են խմելու, գնում են անջատվելու։ Ասեմ, որ մեծ դավլենի կա, մարդու մեջ կա մի, ասենք, դադարք տեղ, որ իրանք պետք է լսնեն այդ ամեն ինչը, իրանք այդ խնդիրներից, այդ դավլենայից ազատվելու համար իրանք պետք է խմեն, որ կարողանան մի քիչ անջատվեն։ Նույնիսկ ասենք ես ժամանակ եղա, որ ծխախոտ եմ օգտագործել, նա ինչ անում է ծխախոտը, մի փոքր անջատում է, մի քանի դոլի սեկունդներ ծխախոտը։ Բայց խմիչքը ավելի շատ, ու այդ խմիչքը դառնում է նարկոտիկ, ու ասեմ քեզ, այնա չի որ ասենք այդ դավլենին գալիս է ու մեր կողքից անցնում։ Մեր հոգևորները, ինչպես խոսքն ասում, լցվեք Սուրբ Հոգով, ասում մի հարբենա գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Դու պատկերացնում ես, գնում ես սուպերմարկետ կամ ինչ-որ մի հատ խանութ, ասում են այս ինչ բանը չունենք, բայց սրանից կա։ Քեզ ինչ-որ մի բան փոխարինող չէ, կամ ասենք հաց չունենք, քեզ տալիս ենք բուլուչկա, չէ։ Ասենք մոդիկ բան են ասում։ Եվ գիտես Աստվածաշունչը քո ձեռքից ընդ չի վերցնում մի բան, ասում ես ինչ չանես ու վերջ, բայց քեզ Աստվածաշունչը բան է տալիս, որ ավելի քաղցրա ու մեծ է։ Ասեմ քեզ, որ ասում է դու մի լցվիր գինով, այլ լցվիր Սուրբ Հոգով։ Ասեմ, երբ որ դու Սուրբ Հոգով ես լցվում, ես որ սկսել եմ Տիրոջ ճաշակել, այդ Սուրբ Հոգով լցված ժամանակ դու այդ ամեն ինչը համարում ես աղբ։ Գիտես թե այն մարդիկ նարկոմանները դառնում գալիս Քրիստոսին, որ երբ որ իրանց ներսը գալիս է այդ գերագույն հաճույք, դա հաճույք մի քիչ սխալ ասել, այդ ուրախությունը, որ լսվում է իրանց ներսը, արդեն իրանք գիտես իրանց դոզաները միշտ բարձրացնում են։ Այդ բարձր դոզան երբ որ ընդունում են, դա մի քիչ կոպիտ է այդ դոզան ասելը, բայց այդ զորությունը երբ որ ասում լսում են, ինքը արդեն էս փոքր բանը աղբա համարում ու ինքը չի վերադառնում դրան, արդեն բռնում է Քրիստոսին։ Դրա համար խոսքն ասում է ինչ ճաշակողների համար գայթակղություն չկա։ Այսինքն երբ որ մենք այդ խնդիրները գալիս է, մենք միանգամից ոչ թե մենակ անջատվում ենք, այլ լցվում ենք Սուրբ Հոգով ու այդ Սուրբ Հոգու այդ զորությունը որ գալիս է, այդ ուրախությունը, այդ կյանքը գալիս ու այդ ամեն հարցին լուծում է տալիս։
բայց երբ որ խմիչքն է գալիս քո կյանքի մեջ, ուղղակի քեզ անջատում է, բայց այդ խնդիրները մնում է քո կյանքի մեջ։ Իսկ ես կարող եմ ավելացնել այդ դեղերից, որ հոգեմետ խոսեցինք, այսինքն նայեք, դեպրեսիայով մարդկանց, ասենք, կան տարբեր իրավիճակներ, հա, տարբեր բարդություններ, այսպես ասեմ, որ դու միանգամից, այսինքն կան մարդիկ, որ ասենք ազատագրվում են այդ վիճակից, հա, ասենք մի անգամ աղոթքից կամ երկու կամ մի շաբաթ կամ մարդիկ կան, ասենք իրանց հետ երկար ժամանակ է պետք։ Ես հասկացել եմ մի բան, ես հիմա չեմ ասում, որ մարդիկ իրանց տեղերը չխմեն, խոսքս դրա մասին չի, որովհետև այդ սխալ է։ Դա պետք է մոտենաս Աստծուն, աղոթքով, քեզ նախ հոգևոր պատերժկայա պետք սկզբնական շրջանում ու աղոթքով ազատագրությունով, հա, այդ ամեն ինչը, որ այդ դեպրեսիան ինչ, այդ դեղերը, որ ընդունում են, ես հասկացել եմ մի բան, ինքը մարդու ուղեղը թմրացնում է, դարձնում է մարդուն աշխարհին ոչ պիտանի։ Մարդը թմրված ապրում է։ Այսինքն ոչ մի բանի ոնց որ պիտանի չի։ Գիտեք, դա շատ ինչի է նման, որ երբ որ Սամարացու այդ պատմությունը որ տեսնում եք, ինքը գնաց դեղ դրեց, չէ, երբ որ ինքը ասում է ընկած էր վերքերի մեջ, ինչ արեց, ասում է ինքը վերցրեց, բուժեց, դեղ դրեցին, չէ, եւ ասում է գումար տվեց, որ իր համար հոգ տանեն, այս ինչ, չէ, իջևանատանը։ Այսօր այդ իջևանատները որ կան, ճիշտ է դա մեծ գործ է, բայց ես միշտ ասել եմ, որ կա ժամանակ, որ այդ մարդկանց, ասենք, այդ իրանց համար հոգ պետքա տանեն, որտեղ այսօր ուզենք թե չուզենք, դժվար է թե դժվար չի, ժամանակ է գալու, որ մեր հայերի համար դժվար է այդ, գիտես, այդ ռեաբիլիտացիոնի ցենտրը որ կա, այնտեղ մեր հայերը մի քիչ դժվար են իրանք գնում ու ասենք այնտեղ իրանց հետ ավելի դժվար է գործանելը, բայց դա էլ է մեզ պետք, որ մենք ունենանք այդ ռեաբիլիտացիոնի ցենտրերը, որ իրանց համար հոգ տանեն, իրանց համար ժամանակ է պետք, որ դա երբեմն մեկի մոդելում է մի ակնթարթում, որ ինքը թողնում է ամեն ինչ, բայց մարդ կա, որ իր համար պետք է ժամանակ տարվի եւ իր համար այդ խնամ կանող մարդիկ են պետք, որ իրանց հետ աշխատեն։ Այսպիսի հարց եմ ձեզ ուզում ուղղեմ, որն է ձեր ընտանիքի գաղտնիքը, ձեր ընտանիքի խաղաղության գաղտնիքը։ Օրինակ, երբ որ Աստվածաշունչը ասում է տղամարդ սիրիր կնոջդ եւ դուք բարկացած եք, ինչպես եք դուք սիրում ձեր կնոջը։ Եվ նույնն էլ ձեզ կներեք վերջացնեմ։ Դուք ինչպես եք հնազանդվում, երբ թե Աստվածաշունչը ասում է հնազանդվի, իսկ դուք շատ նեղացած եք, բարկացած եք ձեր ամուսնու վրա։ Լսում եք դա։ Նայեք, դες բան չկա, որ ասենք Աստվածաշունչը խոսում ասում է, որ եթե բարկանաս մեղք չգործես, չէ՞։ Գիտես, այսինքն նշանակում է, որ ինչ ձևել, ասենք դու կյանքով ապրես, կարաս որ բարկանաս, բայց ասում է մեղք չգործես։ Պետք է հասկանաս, որ դու պետքա չհասնես այդ գրանիցները, մեղք պետքա չգործես, ու կոնկրետ խոսքն ասում է, թող չարեգակը ինչպես ասում է, քո եղբորդ հետ կնահաշտվի, թող չմարի։ Այդ պետք է մենք հասկանանք, որ դրա մեջ որ մտանք, դա շատ ապասնի է, դա շատ վտանգավոր է, տենց ասեմ։ Ու գիտես, երբեմն դու քո կնոջդ միջև քո ամուսնանալը դու շատ խոստումներ ես տալիս։ Օրինակ ես հիշում եմ, որ մի բան էսած открытка կար, այդպես հուշա տետր կար, թե ինչեր էսած գրել էի ու ասում էի այդ միջև հիմա պահում ասում եմ ես խոսել ինքը մեկ հիշեցնում ասում եմ դու խոստացել ես որ ամբողջ կյանքում կերջանկացնեմ քեզ գիտես ոնց է դա դու պետք է հասկանաս որ դու ուզում ես ես միշտ տղամարդկանց ասում եմ դու քո կնոջդ կարաս սարքես թագուհի ու դու քո կնոջդ կարաս սարքես շատ կոբիդա հնչում շատ ինձ կներեք պոլիտրապկա այսինքն դու կարաս ոչնչացնես քո կնոջդ եւ կարաս իրան տաս այդ կյանքը եւ ուրախությունը ու երջանկություն պատճառես, բայց ասեմ քեզ շատ երբեմն ժամանակներ կա, որ մենք պիտի հասկանանք, որ մեր մարդկային այդ սերը, չգիտես ինչը, երբեմն երբ որ թույլ ենք տալիս, որ Տիրոջ այդ սերը գա մեր ներսը, դա անվերջ է, դա վերջ չունի։ Դու ու այդ դա սկսում է քո տանը մեջ բերել այդ խաղաղությունը ու գիտես, որ մարդիկ կան, որ ես չեմ հասկանում, որ իրանք կարողանում են 1-2 շաբաթով իրար հետ չխոսալ 2-3 օր դա ասենք ինչն է ասենք ես չեմ հիշում այդպես դեպք որ ասենք մի 10 րոպե ասենք իրար հետ չխոսանք դա ոչ թե մենք այդքան լավն ենք այլ դա Տիրոջ հոգին է մեր ներսը բնակվում որովհետև դա կամ պետք է անցնենք սատանայի գործը անենք
կամ էլ պետք է մենք նմանվենք Տիրոջը ու Տիրոջ, այսինքն մեր իրարս բնակում այն հոգին, որ մենք չենք կարելի ամեն ինչ տանենք։ Դա նորմալ չէ։ Ես օրինակ կասեի, մենք սուրբեր չենք, բնական է բոլոր ընտանիքներում լինում են կոնֆլիկտներ, անհասկանալի բաներ, հարցեր, որը իհարկե լուծում այդ տան պատերի ներսում, ու ասեմ, որ մենք առաջնորդվում ենք ոչ մարդկային սիրով, Աստծո սիրով։ Հարցին պետք է նայես, ոնց կաներ Հիսուսը, այս ամեն հարցին պետք է Աստծո սիրով առաջնորդվես։ Եթե մարդկային զգացմունքներով ու ասեմ, որ հոգևորը լավ է, որ ինքը ընդհանրապես չառաջնորդվի զգացմունքներով ինքը։ Ու մեր խռովելը, ասենք խռովել, ասեմ սխալ է, դա մեր ասենք, երբ որ ինչ որ խոսակցություն է լինում, բարձրանում, դա լինում է 5 րոպե, 5 րոպե ու 5 րոպեից հետո մենք նորից ոնց որ ոչ մի բան չի եղել։ Ով է առաջինը մոտենում։ Իսի մենք գիտես, կամ ես եմ խոսալով մոտիկանում ընդհանրապես ուրիշ թեմայով, կամ ինքը, ու մենք հասկանում ենք, որ մի ասենք 5-10 րոպե հետո մեր մոտ ինչ որ բան եղավ, հա, ասենք, կայծ եղավ։ Գիտեք, երբ որ Աստծո սիրով ես առաջնորդում, ու ասեմ մի հատ բան խորհուրդ տամ, սիրելի մարդիկ, խռով մի պահեք։ Երբ որ խռով եք պահում, դուռ եք բացում դիվային աշխարհին։ Լիքը դևեր կարող են գալ, ու հենց դեպրեսիաները, այդ անհանգստությունը, ներվային այդ հոգեկան վիճակները, այդ խռով պահելուց շատ բաներ կարող է առաջանալ փչացնի կյանքդ, ասենք, որ դու կարող ես ներելով անցնեիր, մոռանայիր, լռեիր, ասենք, շատ ժամանակ, հա, որ կանայք իրանք չեն սիրում լռել, պետք է լռեն, անցնեն ու շատ հեշտ կհեշտացնես կյանքդ դրանով։ Իսկ խռով պահելը դա, չգիտեմ, ամենածանր մեղքերից մեկն է, որ աշխարհի դևերի դեմ դուռ ես բացում ու հետո ժամանակ է պետք, երկար ժամանակ, որ դու ազատվես դրանից։ Ուղղեք ձեր հարցը մեր հաջորդ հյուրին։ Իմ հարցս էսպեսին է, Աստվածաշունչը կոնկրետ խոսում է, որ դեպքում կարող ես դու բաժանվել, որ թող մենակ ձեզ մահը բաժանի, բայց մենք գիտենք, որ կա, ասենք, դավաճանություն, դա էլ է, որ կարա, ասենք, պատճառ եղնի։ Ես կուզեմ հարցս տամ, որ դրանից բացի որ դեպքում կարա կինը եւ ամուսինը բաժանվեն իրարից։ Դա իմ հարցս։ Այսքանով ավարտենք մեր հարցազրույցը։ Շնորհակալ եմ, որ դուք մեզ այցելեցիք։ Շնորհակալ եմ, որ եկաք մեր տաղավար հարցազրույցին, պատասխանեցիք մեր բոլոր հարցերին։ Մենք էլ ենք շնորհակալ, որ ունեցանք այսպես համով զրույց միասին։ Ճիշտ ասած չէի սպասում, որ այսքան հետաքրքիր ու լավն է անցնելու։ Շատ շնորհակալություն հրավերքի համար։ Այո, շնորհակալություն ձեզ։ Դե ինչ, սիրելիներս, սպասում ենք հաջորդ հյուրին։